Իրաքի, էլի, որ եթե օրինակ թրիպը կառուցված էր, կամ մի հարված էր մենք ստանայինք Իրանի կողմից, թիրախ դառնայինք։ Օրինակ ասում են, լավ չի, որ խաղաղությունն ամբողջ աշխարհը կրակի մեջ է, մեր մոտ խաղաղ, առանց հասկանալու, որ աշխարհագրությունը անկանխատեսելի է, կարող է սպեցանա։ Էս են ասում։ Օրինակ Հունաստանն ու Կիպրոսը նույնիսկ մտահոգություն ունեն, որ կարող են նրբիռակոծվել։ Եվ նման, այո, իհարկե, այս բանը ներքին կարգով էլ իրանց արևմտամետ պրոպագանդիստների միջոցով, որ ուղիղ իրենք դե չեն կարող այդ ասել, բայց ֆոն են ստեղծում, դե որ թրիփի միակ խոչընդոտը Իրանի այս իշխանությունը վերանում է, մեր համար լուսավոր ապագա է բացվում։ Առանց, գիտեք, ես մի հատ ռիսկ ասեմ, էլի չեմ ուզում սրա մասին շատ բարձրաձայն խոսեմ, բայց ասում եմ, որ մեր հասարակությունը գոնե մտածի։ Օրինակ, եթե Իրանում էսկալացիան խորանա, եւ Իրանի տարածքով փակվի Ադրբեջանի ու Նախիջևանի ճանապարհը, մտածել եք, սիրելի ժողովուրդ, որ այդ ժամանակ Ադրբեջանը ամեն գնով Հայաստանից ճանապարհ է ուզելու դեպի Նախիջևան։ Այո, եւ այդ դեպքում Փաշինյանը ուղակի կասի, ես ինչ անեմ, տարածաշրջանի պատերազմն է։ Մի հատ այսբերգային խնդիրը լա ասեցի։ Հələ ավելի լուրջ ասում եմ, չէ, ես հիմա հաստատ բաներ չեմ ասի, որպեսզի մեր ժողովուրդը խոճապի պանիկայի մեջ չընկնի, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, հարգելի Ժանա, որ այս հնարավոր էսկալացիան հումանիտար այնպիսի ճգնաժամ Հայաստանում կարող է ստեղծել, որ մեր հեռուստադիտողներից մեծ մասը սկի պատկերացում չունի, բայց դա իշխանությունը իր ունեցած ինֆորմացիայի բերումով պատկերացնում է, ու այս պայմաններում պատտվել զար գրորելու, տենց չտեսի պես պերաշկի ուտել կներեք, էլի, չգիտեմ,